Համաձայն եք հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի հետ, որ պարգևավճարները, որոնք ստացել են, դրանք կոռուպցիա չեն։ Ես ճիշտն ասած չգիտեմ, էլի։ Հիմա կոռուպցիան ինչա կոռուպցիան ինչ չի։ Պարգևավճարը երևի թե պարգևները դե առանձին Իսկ արժանի համարում եք իրեն։ չեմ կարծում։ Այդ պարգևավճարները ում հաշվին է ստացել, ես էլ չգիտեմ, բայց երևի ինչ որ գործ արել են, որ պարգևատրել են։ Տեսել եք այդ իրենց արած գործը։ Արդյունք Չէ, ես տեղյակ չեմ իրանց արդյունքից, բայց այդ ովքեր որ գիտեն, իրանք կարող է տեղյակ լինեն ինչ գործ են արել, որ դրա դիմաց այդ պարգևը ստացել են։ Չգիտեմ։ Հաջորդ թոշակառուներին նայեն, այսօր էլ հայտարարել են, որ իբր 10,000 դիավելացվի, չգիտեմ, ինչու հենց հիմա ընտրություններից առաջ այդ հարցը պետք է ուղղել իրանց։ Ես ճիշտ ասած գլուխ չեմ հանում այդ քաղաքական բաներից, չեմ էլ ուզում պատասխան տամ Ազիզ ջան։ Համաձայն եք հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի հետ, որ պարգևավճարները դրանք կոռուպցիա չեն։ Ոչ, կոռուպցիայի կլասիկ դրսևորում է։ Իսկ իրանք արժանի են այդ կոռուպցիային։ Բոլոր հարցերը Սարգսյան Սերժիկին։ Հիշում եք, չէ՞, գիտեք ինչու։ Դուք չգիտեք ինչու։ Այդ լավ չի։ Ասեք ինչու։ Այդ հետո։ Չէ, համաձայն չէ։ Միցև կարելի ասել, որ կոռուպցիա է։ Ոչ համաձայն չեմ։ Ինչու՞։ Որովհետև դրանք ապաշխարա կաշառք են, կոռուպցիա են։ Ոնց կարելի է համաձայն լինել, ես որ հեռուստաալիքն է։ Օրագիր նյուզ, լրատվական կայք։ Հա, դրանց բոլորին պետք է բան անել։ Քացով խփել թռնեն ես իմ Թուրքիա, Ադրբեջան, իրանց աղբերների մոտ։ Վռնդել է պետք է տանասուններին։ Անասուն։ Էլ ուրիշ ինչ անում տաս, ամենամեղմ ասածն եմ ասում, որովհետև ուրիշ ոչ ցենզուրային բառեր կարելի է, բայց ստեղ չէ էլի։ Ուրիշտեղ կարելի է ասել։ Ուրիշ իրանք արժանի են այդ պարգևավճարներին, որ Իրանք արժանի են ընդհանրապես ռադ լինելու ստեղից, ուրիշ բանի արժանի չեն։ Ոչ, դա կաշառք են։ Ոնց կաշառք են։ Կաշառք են, ոնց կարելի է այդպես։ Իրանք պրեմիա ստանան, իրանք ինչ որ մի բան ու աշխատավորը ոչ մի բան, հա։ Իհարկե կոռուպցիա է, օրինականացված։ Կոռուպցիա են։ ինչու։ Իրենց արժանի համարում եք, որ այդ գումարները ստանում։ Մի բան, որ վճարվում է եւ որի դիմաց ստորագրվում է եւ որը բանկային հաշվում հայտնվում է, դա չեմ կարող կոռուպցիա համարել։ Կոռուպցիա եմ համարում այն, ինչ որ արվում է տակից, թաքուն, առանց մեր իմացության եւ որից հարկ չի վճարվում։ Այդ իմ համար կոռուպցիա է։ Իսկ դուք իրենց արժանի համարում եք, որ այդ գումարները ստանում են, թե Ոչ բոլորին, ոչ բոլորին, բայց կան մարդիկ, որոնք իրոք աշխատել են եւ արժանի են, մյուսներն էլ կողքից օգտվում են։ Հիմար բաներ են ասում։ А это что означает? Что означает давать? Ոնց է կոչվում այդ պարգևադրումները։ Պարգևավճարները։ Պարգևավճարները ո՞ր գումարից է տալիս։ Բյուջեն գումար չկա։ Որտե՞ց բյուջեն գումար։ Պետական գումարներն է բաժանվում։ Այսինքն գույքա հարգերի փողերից։ Դուք իրենց արժանի համարում եք, որ այդ գումարները ստանում են։ Իհարկե ոչ, ինչ են արել, որ ստանում են։ За что? Հիմա էսա որ ուսոյանը մեկ-մեկ խոսում է, դա ասում են բան, российский агент։ Нет. Они должны уйти и должны прийти свежие силы. Я ни за кого вообще-то сейчас, на сегодняшний день, ни за кого голосовать не буду. Свежие силы придут, ихнюю программу они выскажут, я подумаю. Вот и все. А то это оппозиция. Какая там оппозиция? Одни и те же люди сидят. Вот и все. Կոռուպցիա են։ Իսկական կոռուպցիա են։ Իսկ իրենք արժանի են այդ գումարները, որ ստանում են։ Ես ոչ մի լավ բան չեմ նկատի իրանց կողմից, որ ասեմ արժանի են։ Համատացեն գայլերի հետ կոռուպցիա չի։ Իսկ իրենք արժանի են այդ գումարներին, որ ստանում են։ Աշխատում են մարդիկ, այո, առաջ այդպես աշխատել են ներքին գործերը կամ դատախազությունը դատարանը։ Բոլոր բարեկամաբար գործեր են տեսել։ Իսկ հիմա տեսնում ենք, որ ինչքան մարդ են բռնում եւ ինչքան փող են նրանցից ձեր բռնագրավում, կա այդպիսի բան առաջ, չկա։ Արժեք չէ, բյուջե են դարձել վերջապես։
գողացվածը հետ են բերել տալիս։ Իսկ Խոչարը կամ Սերժանը այդպեսի բան։ Ընդհակառակն այլ էր թալանում։ Ինչի մասնագնում խոսք։ Պարքայավաճառը սուրուսյանը սիմուլյացիա է կոչվում։ Որ աշխատեն, ուզված բան, համ Լենինի բանը մոտիկ էր դրան։ Սիմուլյացիա անբան պիտի լինի, մարդիկ աշխատեն լավ։ Բայց դրա համար իրենք աշխատավարձ են, չէ՞, ստանում։ Նույն աշխատավարձերը այնքան, հա, աշխատավարձ ստանում են, բայց դա սիմուլյացիա չէ, դա աշխատանքի վարձ է։ Լավ ես աշխատել, քեզ պարգևատրում են։ Լավ ես վազում սպորտում, քեզ պարգևատրում են։ Ֆուտբոլ լավ ես խաղում, պարգևատրում են։ Չնայած նրանք ուրիշ շրջակայքում չունեն, դա է։ Հիմա ինչ կանենք։ Մարդ պիտի գոհ լինենք, այդ մարդիկ աշխատում են։ Ես ոչ կուսակցական եմ, թքած ունեմ կուսակցությունների վրա, բայց տեսնում եմ մարդը աշխատում է։ Այսքան ճանապարհներ ասֆալտ, գյուղը լուսավորել, գյուղը ասֆալտապատել, դա Լենինի երազանքն է եղել, մինչև հիմա չի եղել 17 թվից։ Հիմա լինում է այդպեսի բան, բույպրոսներ, մանկապարտեզներ, խաղալիք չի։ Լավ գործեր է, դա էլ պետք է տեսնել։ Հա, մի քիչ սխալմունք ունի, գտեմ։ Այս դե ով չի սխալվում, բայց այնտեղ սխալը մեր պետականության վրա չի ազդում շատ։ Այդ պոզիցիան էլ այսինքն կաներես մարդիկ են, որ գալիս անգամ խոսում են ինչն է։ Տեսել ենք ձեզ, էլի ինչի մասին եք խոսում։ Տեսել ենք, ապրել ենք, տեսել ենք։ Տրանսպորտ կար այդպես այն ժամանակ։ Գազելի մեջ խեղդված գնում էինք։ Հիմա ձմերը տակ, ամառը հով, ավտոբուսները գեղեցիկ։ Բերեն էլ եթե կարողանում են։ Կարող են, բայց ուտում էին։ Ինչ բերեն։ Կրպան են լցնում բարեկամների, փեսաների, ինչպանամ հաներձակերի, այդպես էին։ Ապահովել են իրենց ամբողջ Գերդաստանն ամբողը։ Այդպես որ կոռուպցիա այդտեղ ես չեմ տեսնում։ Այդ մատի փաթաթան են սարքում։ Կոռուպցիա չի։ Պետականորեն նվիրում է այդ մարդը, պարգևատրում է։ Իրան գրպանից չի տալու, չունի որ տա։ Իրանց նման։ Այդպես չի։ Պետք է մի քիչ օբյեկտիվ նայել կյանքին։ Ես ճիշտն եմ սիրում խոսել։ Այդ ելնելով այսպես որ իրենք մրմուրում են, որ եկամուտները կորցնում են, հավաքածները կորցնում են, պետք է մրմրան։ Դու սովոր են դրան։ Տկլոր մարդը, որ այդպես միլիարդեր է դառնում, պարզի որ չի կարա կորցնել ամեն, չի ուզում։ Այդպես է։ Գիտեք ինչ, եթե համեմատել թե ինչպիսի աշխատավարձ է ստանում մեր կազմը, ղեկավարման կազմը, եւ եթե ասենք որ թոշակառուների թոշակը չեն բարձրացնում կամ մյուս օրինակ բաները, որոնք ավելի կարևոր են, քան իրաց պարգևատրել, այսինքն այսպես շատ շռայլ է իրանց ինձ թվում է, եթե լավ աշխատավարձ ստանում է, այլ ինչ են տալիս, հասկանում եք։ Իսկ իրենց արժանի համարում եք, որ այդ գումարները ստանում են։ Իրենց աշխատանքը։ Իմ թորնիկս պատերազմին մասնակցել է եւ ես կարծում եմ կարելի էր խուսափել այդ ամեն ինչը, եթե ճիշտ վարեին իրաց քաղաքականությունը եւ ես կարծում եմ որ շատ կառավարել երկրով շատ դժվար է, հասկանում եք։ Իսկ եթե իրանք փորձ չունեին, մեր վրա փաստորեն իրանք սովորում էին։ Դրա համար մենք չպիտի տուժենք, հասկանում եք։ Բարդ երկրում ենք մենք ապրում շատ։ Ես կարծում եմ պրոֆեսիոնալիզմը պետք է ամեն տեղ։ Հասկանում եք։ Հուսամ, որ մեզ լավ ապագա է սպասում, հուսանք, որ երիտասարդությունը կունենա այդ կամքն ու խնդիրը եւ խնդիրները, որ մարդիկ հասկանան, որ կիրթ մարդ պետք է ղեկավարի եւ մարդ, որը տնտեսության մեջ է, պիտի ամեն ինչի մեջ պիտի ունենա ուրեմն կարծիք եւ կարողանա ղեկավարել։ Դժվար բան է։ Ես գիտեմ, որ դա դժվար է, այդ ռուսները ասում են служение народу, այսինքն նրանք պետք է մեզ ոչ թե ղեկավարեն, այլ մեզ համար աշխատեն, ժողովրդի համար։ Այդ գաղափարը դեռ չկա։ Ես դա չեմ տեսնում։ Служение народу լավ բան է։ Թոշակառուների
թոշակը չեն բարձրացնում, բայց իրանց պարգևատրում են, դա ինձ թվում է սխալ է։ Կոռուպցիա չէ, բա որ կոռուպցիա չէ, այդքան փողը որտեղից։ Անես չի որ 100,000-ա կամ ինչա, բայց այդքան փողը որտեղից որ կոռուպցիա չի։ Ոչինչ։ Հանգիստ ապրեք, հեսա մի անգամ էլ նորից հունիսին կընտրվի, այդ ժամանակ ժողովուրդը կտենա, որ ոնց են ժողովրդին քամուն դարձնում քամած լիմոն։ Համի մենք ինչ որ տենում ենք, դա դեր ծաղիկներն է, կոռուպցիա։ Դա կոռուպցիա չի, մի բանում ինքը ճիշտ է, գիտեք ինչու, դա սիստեմա է, իսկ եթե դա սիստեմա է, ուրեմն ամեն տեղ է այդպես։ Ինչ կոռուպցիա, սիստեմա է, պետք է մենակ, բայց խոմը այդպես չի, հələ նայեք խանութները, մտնում եք սուպեր մարքետներ ամենաէժանարաղը 3000-ից է սկսում, ամենաէժանը, մարդիկ հոգնել են, էլի էլ չեն կարողանում։ Ես լավ էլ հիշում եմ, մի 5-6 տարի առաջ նոր տարի էլա գալիս, այս մարդիկ հոգնել են էժանագին ալկոհոլից, էժանագին սիգարետներից, էժանագին մի ասելու բան էլ չի։ Ուտելիուց երևի մարդիկ ամեն օր հաց են ուտում։ Հոգնել են, բացի նոր տարուզմանից մարդը ուզում է հաց ուտելուց մի բարակել բան խմի, եւ դա ինչ է, գիտեք ինչ է, դա ինա որ հնարավոր բան չի, այն խեշ թոշակառուն ինչ անի, 3000 դրամ չի կարա տա, չգիտեմ, դա կոռուպցիա չի, դա սիստեմա է արդեն, սիստեմա է, всё, սիստեմա դա նշանակում է սովորական բան, այդպես է, չգիտեմ։ Ազի ջան, նախ ասեմ, ճիշտը մի հատ է կյանքում, որ հարգում ենք, կոռուպցիոն այձևի մարդիկ կարելի ասել տգետ են, նրանք անմակարդակ են։ Եթե ապրում ենք, ճիշտ կյանքով ապրենք, մեկը մյուսին պաշտենք, հարգենք, սիրենք։ Կյանքը անարդար է նման մարդկանց պատճառով։ Շահի դարձ է, մարկություն մեկը մյուսին պետք է միշտ հարգի։ Միշտ մաքուր ձևով ապրում են գեղեցիկ Երևանի համար, Երևանը մեր տուն է, ժողովուրդը մեր օջախն է, առանց ժողովրդի օջախը չի կառուցվի։ Հայաստանը մեր տունն է։ Պայքար, միասնական ուժերով պայքարենք բոլորիս համար։ Մեկը բոլորին, բոլորը մեկի համար։ Ես չեմ հարգում նմանց մարդկանց, որովհետև շահն է խոսում։ Իսկ մարդը հոգով թողնի, գեղեցիկ ու հոգով մարդ։ Անիրավ կյանք, անարդարություն, թող տեսները վերանան։ Ես չեմ հարգում։